Էլեն Մուշեղյանն ուզեյեմ, վերջերս Բաքվից վերադարձած հայ փորձագետների խմբի անդամ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը կամ օտարերկրագործակալ է կամ քաղաքական ապուշ։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը եւ երկրորդ հարցը անկլավների մասով, մասնավորապես ինչ վտանգներ եք տեսնում Տիգրանաշենը փոխարինելով Արցվաշենի հետ, այս գործընթացում ինչ վտանգ եք տեսնում հիմնականում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Գիտեք, այդ ուղերձները երբ նայում էի, ինչեր են բերել փոխանցում, չէ։ Ես մտածում եմ, էլի Փաշինյանը այս քաղաքականությունը կարող էր մի քիչ ուրիշ ձև տանել, էլի, ասենք, ինչու է այս աստիճան այսպես վարվում, չգիտեմ, իր քաղաքականության, իր համակարգը ավելի ձախողում։ Բայց արդյունքում մեր երկիրն է գնում ավելի վատ վիճակի մեջ, որովհետև նորից եմ ասում, այդ ուղերձները ամբողջ աշխարհին Ադրբեջանին սպիտակացնող նրանց ձեռքերը մեր նկատմամբ ավելի մեծ վտանգներ տանող քայլեր ձեռնարկելու պարզապես հանձնարարություններ են եւ ինչ վերաբերում է մեկնաբանության ընդհանրապես ես ասեմ որ ես նրանց դիտարկում եմ որպես Փաշինյանի գործակալներ, Փաշինյանի անմիջական ներկայացուցիչներ եւ իմ վերաբերմունքն էլ ըստ այդմ է։ Գիտեք, մի բան էլ էսպես, տեսեք, դուք Բարապաշարի հետ կապված ասեցիք։ Մի հատ տեսնենք էլի ԿՊ-ն ինչ Բարապաշար է անընդհատ օգտագործում։ Հայոյանքների մեջ կորած են։ Հələ դուք մի հատ գնացեք ամեն մեկի էջերը նայեք։ Դու ես սենց մեկ-մեկ որ ժամանակ ա լինում, մտ փորձում ես հասկանալ մոնիտորինգի համար, էլի, այ մարդ, այս մարդիկ ինչու՞մ ես զբաղված ընդհանրապես։ Դու չես հասկանում, սա ինչ որ մտ բիսեդկա ես գնացել, որտեղ շուտ նյութերի ազդեցության տակ մարդիկ են եկել այդտեղ խոսում են, հարբեցողներ են, ինչ են, ոնց կարելի է այդ աստիճան հայոյանք տալ։ Ինչ խոսան, երկրորդ բառը վիրավորանք է։ Մարդկանց արժանապատվությունը տեսեք ոնց են անում։ Ես լինեմ երկրի վարչապետ, մի հատ հանկարծ մի պաշտոնյա քաղաքացու նկատմամբ իրան լավ չուպա, գիտեք ինչ կանեմ, ոնց թե վիզը կփոխեմ այդ պաշտոնյայի, դու ինչ է նշանակում, եկել ես պաշտոնի գնացել ես այդ քաղաքացու ոտքերն ես ընկել, ձայն ես ստացել, եկել ես պաշտոնը այդ քաղաքացու հարկերից աշխատավարձ ես ստանում, մեքենաներ ես գնել, բնակարաններ ես գնել, ես միջեր ես արել, մի հատ էլ կանգնում ես վիրավորում ես, բա ինչ կապ ունի ասենք դու այդ քաղաքացին քեզ ընտրել ա թե չէ։ Դե կապ չունի, չէ։ Սա իմ կարծիքով համակարգային ախտ է ուղղակի, որ այսօր կա մեր համակարգում։ Ցավոք սրտի սա ամբողջ համակարգի վրա տարածվելու մեծ վտանգներ ունի եւ սա իմ կարծիքով սրա միակ լուծումը դուք հարց տվեցիք նաև նախորդ հարց տվողներ, սրա միակ լուծումը քաղաքական է ժողովուրդ չէ։ Մենք ինչքան այս համակարգում մնանք, այս ամենը մեզ գնալով ավելի ու ավելի է խորացնելու խնդիրների մեջ մնալու ենք ուղղակի չեն կարողանալու տակից դուրս գալ։ Դրա համար այս ընտրությունները մեզ համար պատմական նշանակության ընտրություններ են։ Մենք պետք է ամեն ինչ անենք քաղաքականապես անձերից վեր կանգնելով ամեն ինչ անենք, որպեսզի միավորված բոլորս այս արհավիկների տակից դուրս գանք։ Ուրիշ